որ ադրբեջանցիների հետ կարելի է ապրել որպես խաղաղ հարևաններ։ Ոչ, չեմ հավատում։ Դե եթե Նիկոլ հետ ապրում եք, ինձ թվում է ադրբեջանցիների հետ էլ կապրեն։ Այդքան կոտրվածքի պատճառով հաստատում եմ, ոչ թե կարծում եմ, որ հնարավոր չի տենց բան, որ ասենք հայերը ադրբեջանցիները ունենան մոտիկ հարաբերություն։ Այսինքն ես Ղարաբաղի բնակիչ եմ Մարտունու շրջանին, ում 5 տարի մասնակցել եմ ծառայել եմ բանակում եւ մասնակցել եմ պատերազմին։ Գիտեմ բոլոր կոտրվածների մասին իրանց կողմից եւ մեր կողմից։ Էդ է։ Չէ, աջիկ ջան։ Չունեմ։ Եթե խաղաղություն լինի, եթե տրամադրված լինեն մեզ հետ բարեկամություն անել, ընկերություն թեկուզ թող գան գնան։ Ինչ բադ կլինի։ Ես շփվել եմ իրենց հետ Ղափանում, Քաջարանում, շատ լավ ժողովուրդ են, թե ինչու պես ստացվեց, ես չեմ կարող ասել։ Այսպես կռվածրեցին իրար ու այսպես։ Հարևան խաղաղ ապրել հնարավոր է։ Այդ ամեն ինչը հնարավոր է, եթե երկուստեք ժողովուրդը գիտակցությունը փոխվի, որովհետև այսօր մարդիկ պատրաստ չեն։ Դա մարդը կենթանի չի, իր չի, որ իրար կող դնես, մարդուն պիտի պատրաստ է։ Ոչի բաներ չեմ հավատում։ Մենք հազարավոր զոհեր ենք ունեցել, իրանք էլ են զոհեր ունեցել ու այդ ընտանիքների միջև բախումը չեմ կարծում, որ մի օր անցնի։ Իրանց զավակները, մեր երեխաները բոլորը սենց հիշելու են, որ իր հորը հայն է սպանել կամ մենք ենք կամ իրանք են սպանել իրանց հայ հորը, չգիտեմ։ Ես ուզում եմ, բայց այն որ ասում է Թուրքի հետ խոսում ես խաղաղությունից, սպասիր պատերազմի, չեմ կարծում, որ կլինի անկեղծ։ Երկարաժամկետ հիմք չի ունենա ինչ-որ խարխլված է լինելու, բայց եթե լինի բնականաբար կուզենամ, բայց ոչ մենք մեր գլուխը կախ այդ խաղաղությունը հաստատման ժամանակ վերա։ Իհարկե ոչ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում խաղաղություն բերել։ Դա սուտ է։ Անհերքելի փաստ։ Խաղաղությունը չլինի։ Չէ։ Պետք է իրեն առաջինը փոխել, որ նոր ղեկավար լինի ու ամեն ինչ կկարգավորվի։ Աղջիկ ջան, դրա ժամանակը անցել է։ Որպես հարևաններ չէ, ընդհանրապես որպես մարդ չապրես, պետք է նես պատշարել, որ վաբշե իրար երես չտենան, ով է հորին է, որ բդի որպես ինչ հարևան կամել դրանք մեզի այսքանի, թող հարևան ապրեին 6 տարի առաջ, 7-10 տարի առաջ, այդ ժամանակ, հա, բայց հիմի արդեն ինչ հարևան, հիմի ատամները սրել են, սպասում են, որ մեկին խայթեն, իսկ սրանք չեն հասկանում, գիտեք ոնց, մենք ժողովրդի մասին ասկը մեղք ենք, որ մենք չգիտենք ինչ անենք, բայց ժողովուրդը ոչինչ, մի տարի մնաց, մի տարի հետո նոր ընտրություններ կլինեն, ու այս ժողովուրդը ինչ կանի, կգնա նորից կընտրի մեր սիրելի Նիկոլ Փաշինյանին, իսկ նա ով է, աղջիկ ջան, Նիկոլ Փաշինյանը ընդամենը Հայաստանի Հանրապետության վարչապետ է, ու ուրիշ ոչ մի բան։ Բայց նա ասում որ խաղաղություն կկնքենք ու ամեն ինչ լավ կլինի։ Հնարավոր է, բայց Փաշինյանը պիտի հեռանա, այդ դեպքում է հնարավոր, որ իրոք ուժեղ ղեկավար գա, որը կարողանա բանակցի եւ համապատասխան մի հատ որոշում կայացնեն, այդ դեպքում հնարավոր է։ Փաշինյանի ժամանակ հնարավոր չի։ Փաշինյանը դա նշանակում է կռիվ պատերազմ։ Դժվար, մի մարդու հետ ոնց կարելի է խաղաղություն կան, որ մեր երեխեքի գլուխն են կտրում, ոտն են կտրում, ձեռ են կտրում, քնած մարդուն կացնարում են, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ես չեմ հավատում։